ուրեմն գիտեք, սպիտակ տան օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթղթով նաև երկու հասարակությունների նորմալացման process է սկսելու։ Ինչ ասել է նորմալացում, այս շատ հարաբերական է, այսինքն եթե իրար չեն սպանում, այդ արդեն նորմալացում է։ Ոմանք ասեն դե գոնե ինչ որ առողջ երկխոսություն է մեկնարկում, ոմանք ասեն դե կարելի է ինչ որ խոհարարական գաստրոնոմիկ փառատոն անցկացնել մասնակցելու նպատակով։ Ոմանք ասեն, արա ոնց էր 80-ականներին այնտեղ ընդհանուր երկերի տակ պարում էինք, բան էինք անում, չէ՞, Զայնաբ, Մեյնաբ կհիշեն։ Առաջին քայլը արված է զուտ երկխոսության ձևաչափով առանց որևէ ավելորդ էմոցիոնալ դաշտի։ 5 հոգի, եթե չեմ սխալվում, Ադրբեջանից ուղիղ չվերթով վայրը չեն կատարել այստեղ Երևանում, դա եւս բացառիկ է այն իմաստով, որ 30 տարվա մեջ առաջին անգամ Բաքվից չարթերային թռիչք է ժամանում Երևան։ Իդեպ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռները շատ sense վառ ձևով են ներկայացրած։ Մենք ազգային փոխադրողը չունենք, էլի, որ ես համեմատեմ, ասեմ, վայ հայկականը տենց չի։ Իրանց պետական ավիաընկերությունը կոչվում է Ադրբեջանի Airline ու ամբողջ ինքնաթիռը հերիք չի ինքը sense Անդուր Բադրջանի գույնը, sense կապտա մանուշակ բանի ինչ որ յասամանի գույն մուկ ու ամբողջ ինքնաթիռի վրա գրած Ադրբեջան։ Okay, վայրը չեն կատարել, խնդրեմ, ըստ վերջերս տարածած հաղորդագրության նման մի այցելություն էլ Բաքվում է կազմակերպվում։ Հիմա ըստ էլի մեր ունեցած տեղեկությունների ընտրվում է պատվիրակության կազմը, ովքեր կգնան, ինչ կանեն, ոնց կլինի եւ այլն։ Սա շատ բարդ process է, ես հասկանում եմ, անգամ եթերում խոսելիս ինչ որ առումով զգուշ բառամթերքը օգտագործել շատ զգուշավորություն եմ ցուցաբերում, որովհետև եթե խոսքը գնում է կյանքի ու մահվան մասին, ես քաջ գիտակցում եմ եթերում, ռադիոյում, TV-ում այս թեմայի մասին խոսելով, ես հասկանում եմ, որ մեզ կարող են լսել մարդիկ, ովքեր որդի են կորցրել, ովքեր հայր են կորցրել, ովքեր հարազատ են կորցրել, իսկ հաշվի առնելով քանակը կորստի այն աղետալի հանգրվանը, որում մենք հայտնվել ենք, այդ մարդկանց թիվը բավականին շատ է։ Եվ ես հասկանում եմ, որ Լոս Անջելեսում ապրելով անձնական, այսպես կորուստ չունենալով, գուցեև հաճախ էմոցիոնալ առումով սխալ դիրքորոշում ենք ցուցաբերում։ Ես դա լրիվ հասկանում եմ, էլի խոնարհում ես մեր նահատակված եղբայրների հիշատակի առջև։ Բայց ես կարծում եմ, եթե այս երկխոսությունը չլինի, ամենայն հարգանքով ու խոնարհումով սևազգեստ մայրի առջև, նոր սևազգեստ մայրեր են գալու բարեկամներ, նոր սերունդ է գնալու եռաբլուր ննջելու հավերժ, ինչքան էլ դա դաժան է հիմա հնչում, բայց էտա, եթե այս երկխոսությունը սկսեր 30 տարի առաջ, եթե այս ժպիտները դեմքներին ճպցրած, կներեք, պարոնները 30 տարի առաջ սկսեին խոսել, այլ ոչ թե ասեին գալու ենք Բաքու եւ խմելու ենք չայ, մեր եռաբլուրը չէր կրկնա պատկվի իր ծավալներով։ Մենք 10,000 հաշմանդամ չէինք ունենա Երևանի փողոցներում, մենք չէինք ունենա անհետ կորածներ, մենք չէինք ունենա նոր սևազգեստ մայրերի, այսպես, նու սերունդ չէ, հա, նոր սևազգեստ մայրեր մենք չէինք ունենա։ Այս խաչքարերի պլիադան ամեն դպրոցի բակում, որի վրա գրված են նահատակված հերոսների անունները, այդ սառացած դեմքով նկարները շենքերի բակերում, որտեղ ապրել է այս կամ այն երիտասարդը, այդ կոթողները ամեն մայրուղու կամ համայնքի մուտքի ու ելքի խաչքարերն ու արծիվները, այդ ամենը չէր լինի, եթե երկխոսություն լիներ, որովհետև երկխոսությունն է, մենք անասունից տարբերվում ենք նրանով, որ մենք կարողանում ենք խոսել, չէ վերջո, մենք չխոսեցինք, այդ ոչ մի թիզականությունը մեզ հասցրեց այստեղ, և այսօրվա
այդ նկարները ես որ տեսա, որ Բաքվից եկել են Ադրբեջան Airlines-ով, վայրեջք են կատարել Երևանում, ընդունել է անվտանգության խորհրդի քարտուղարը, բարեկամներ, զրուցել են էլի սենց բան վիճակով ու ամեն անգամ այդ նայելուց նորից եմ ասում, ես չեմ քննադատում, որտեղ ես քաչ հասկանում եմ, չխոսելու այլ ընտրանքը պատերազմն է։ Ու այն ծանոթ ունեմ, ընկերներ ունեմ, բաներ ունեմ, ովքեր ասում են, չէ, բան եւ այլն զինվենք, պիտի բան անենք, էս անենք, այն անենք, բայց փորձը ցույց է տալի, որ հիմա այս իրավիճակում միակ իմ էլի կարծիքով ձևաչափը երկխոսությունն է, որովհետեւ այս պաթոսը քանդեց մեր տունը։ Այդ անդադար ամպագորգոր հայտարարությունները, այդ Ադրբեջանի մասին այդ տեսանյութերն ու մուլտֆիլմեր նկարելը, հասկանում ես, այդ ամեն ինչը մեզ հանգեցրեց, թե որովհետև անգամ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը, 2000 եւ ավելի տարի առաջ ապրողը, ինքը մի նախադասություն էր ասել, որը կարծում եմ համամարտկային է եւ ժամանակ չի ճանաչում։ Պատգամը հետեւյալն է. մի ծաղրիր թշնամուտ, մի ծաղրիր թշնամուտ։ Թշնամուն էլ է պետք հարգել, որովհետև մանավանդ ես մինչև պատերազմը, մինչև Միացյալ Նահանգներ մեկնելը 2008 թվականին, 2009 թվականին փառքասոց եթերում շատ վաղուց եմ աշխատում, ես այն ժամանակ էի դեռ ասում, այն Կիլդի մուլտֆիլմերը, որ նկարում էին, ես այդ ժամանակ էի ասում, մի ծաղրի թշնամուն։ Մանավանդ այդ հարգելու տեսանկյունից, հա, մանավանդ Ադրբեջանին մի ծաղրի նրա համար, որովհետև ինքը հավատարիմ թշնամի է։ Ինքը հավատարիմ թշնամի, ինքը երբեք չի փորձել քեզ բարեկամ լինել։ Լինի Ադրբեջան, լինի Կովկասյան Թաթարստան, լինի Սեֆյան Պարսկաստան, լինի Ատրպատական, ինչ ժամանակաշրջանում ուզում եք իրանց կոչեք, որ ժամանակում ոնց են ապրել, այդ պատմաբանների գնահատակային եմ թողում, բայց ինքը միշտ եղել է թշնամի։ Եվ դա շատ կարևոր փաստ է պատմական, որը կարող է հենասյունը լինել, որի վրա պիտի կազմվեր մեր հարաբերությունը։ Բայց մենք Էրդողանին եւ Ալիևին մուլտֆիլմում նկարում էինք իրար ծոց սեռական ակտի ժամանակ։ Այդ ֆիլմը կա, նայեք YouTube մտեք, գրեք Կիլդիմ եւ նայեք այդ մուլտֆիլմերի սերիան, քանի հատ է, 15 հատ է, 20 հատ է, նայեք։ Դա պատիվ չէր բերի, բայց էլի ով է նկարել, բայց գիտեմ ովքեր ինչ կազմակերպություններ դա նկարում եւ այլն, եւ այդ ամեն ինչի ֆոնին լավ կլիներ ավելի պատմական, ավելի գեղարվեստական, ավելի այսպես փաստարկային գործառույթներ անեինք, որովհետև երբ որ մենք նկարում էինք այդ այլանդակ մուլտֆիլմերը, Ադրբեջանը իր նավթադոլարները օգտագործում էր, ասենք, եվրոպատվիրակներին կաշառելու համար։ Ոյ, այդ եվրոպաները բոլորը կաշառակել են։ Ախպեր ջան, կաշառակել են, դուք եք կաշառակել բան արեք։ Մին գնացեք Մոցարտի շոկոլադի գործարանը 40 միլիոննա միլիարդը առեք, այդ փողի կեսը տվեք, պատգամավոր առեք, ձեր պատգամավորներին լոբինգ արեք, թող գնան, դառնան եվրոպատգամավոր, ոնց որ Ադրբեջանն է անում։ Ֆինանսավորում էր ադրբեջանական փողերով, նավթադոլար եք ասում, էդի մանտրաշից ենք ասում, հետո մենք չունենք, բայց այդ չի կարևոր։ Ինչ փողերով ֆինանսավորում էին այս կամ այն դեպուտատների նախընտրական քարոզարշավը։ Դրանք ընտրվում էին եւ ծառայում էին իրանց պապաներին։ Իսկ մենք օֆշորներում գնում էինք ներդրումներ էինք անում։ Հեսա Պանամայում, ախպեր ջան, Պանամայում։ Կիպրոսի կեսը մեր միլիարդատերերի բիզնեսներն է դրած օֆշորային գոտում։ Էսա դրա համար ես հասկանում եմ, որ գնացքը гнացել է։ Այն շատ հայտնի մանկության երգ կա. Медленно минуты уплывают вдаль, встречи ты уже с ними не жди. И хотя нам прошлого немного жаль, лучшее, конечно, впереди. Հուսանք, այդ իմ հին մանկական երգը, ավակ սերունդն էլ կհիշի 1000 տարի, քանի սերունդ է մեծացել այդ երգով։ Лучшее, конечно, впереди. Լավատեսական ենք, որ լավագույնը արժևում է, բայց այսօրվա հանդիպումից շատ չեմ ուզում հեռանալ։ Ինչու մեր լրատվականները առանձնապես դա չլուսաբանեցին։ Այս եմ ուզում հասկանալ, որովհետև ինչ տեղեկանում ենք մի հատ շատ կարճ հաղորդագրությամբ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի կողմից տարածված Արմեն Գրիգորյանի
եւ 1-2 նկար, իսկ հա ադրբեջանական կայքերը մտնում ես, էլ հրապարակից նկար, էլ Արմենիա Մարիոտի դիմաց կանգնած, էլ մատենադարան են ուղեկցել պետական բանով, էլի անվտանգությամբ, թիկնապահով, այդ լավ է, այդ ես չեմ քննադատում, ու հետարքիր է, որ պատվիրակությունը չի ընդվզել, ասենք չի ասել, չէ մատենադարան չեն գնա, չգնացել են, ու ադրբեջանական կայքերում անգամ հրապարակած է, որ գնացել են մատենադարան, ինչու եմ սա ընդգծում, որովհետև մեզ ասում են մենք քոչվոր ենք, պատմություն չունենք, մշակույթ չունենք, կոթող չունենք, ոչ մի բան չունենք, չէ՞, Ադրբեջանն է բանանում, տենց զառանցում, մենք էլ հոպ տանում են մատենադարան, որ ասեն ախպեր ջան, ցնդվել եք դուք լրիվ, երբ որ մենք գիր գրականություն, մատյան ու գրականություն ու դպրոցաշինություն ու ինչ ասես ունեինք, կդրեք դուք որտեղ էիք լրիվ, ու էլի, սա շատ կարևոր կա, գնացել են ու հրապարակում, օքեյ, Մարիոտի դիմաց են հրապարակել, հրապարակում են հրապարակել նկար, էլի, հետարքիր է սա, ես սրտատրոպ սպասում եմ հաջորդ քայլին, մեր կողմից, ովքեր են գնալու եւ ոնց են մասնակցելու, չգիտեմ, լրատվականների մեջ ինչ տոկոս կգալու, որտեվ 5 հոգի եկել են, 5 հոգի էլ կգնան, դժվար ավելի շատ կլինի։ Ամեն դեպքում ես որպես հեռուստատեսության, ռադիոյի ներկայացուցիչ, հեռուստատեսության տնօրեն, եթե հանկարծ նման հրավեր լինի կամ բան լինի, ես օրինակ ինձ հետարքիր այդ ամեն ինչը շատ բոլոր վախերով հանդերձ իհարկե, որտեվ հասկանում ենք ինչ երկիր է, ոնց է եւ այլն բան, բայց երկխոսությունը գոնե մեդիայի տարածքում, ես էլ որպես մեդիայի մարդ հասկանում եմ, որ պիտի լինի առողջ։ Մեդիան է այն գործիքը, որը ազդում է հասարակության ուղեղների վրա։ Մենք ուղեղի բժիշկ ենք։ Մեր հաղորդումը որ կոչվում է յոգա ուղեղի համար, դա սենց օթից չեմ վերցրել։ Սա 15 տարվա նախագիծ է։ Մեդիան, ռադիոն, եթերը, YouTube-ը ինչ որ առումով ազդում է հասարակության ընկալման վրա։ Սա առողջացման process է։ Եթե լրագրողները երկու կողմից էլ այդ թույն ու թարախը դնեն մի կողմ եւ սկսեն հենվել ավելի առողջ բաների վրա, այլ ոչ թե քաղաքական կեղտոտ շահերի, կրոնական կեղտոտ բարքերի, ազգայնական կեղտոտ վտանգավոր գործառույթների վրա, դուք չեք պատկերացնում, թե ոնց միանգամից ամեն ինչ կփոխվի։ Շատ ավելի արագ։ Եթե երկու կողմի լրագրողներն էլ պաթոսը, կեղծ այդ այլանդակ բաները դնեն մի կողմ, ես վստահ եմ, որ շատ ավելի դրական բաներ կլինի եւ կյանքեր կխնայեն, որովհետեւ կյանքերը խեղվում են, երբ որ երկու կողմում թույն ու թարախի չափաբաժինը հասնում է ամենաբարձր կետին։ Իսկ այդ չափաբաժինը ովքեր են բարձրացնում, քաղաքական գործիչները, լրագրողներն էլ կրկնում են այն process-ները, որոնք կատարվում են մեդիայում, բանում, քաղաքական դաշտում։ Այս է այս գործառույթը։ Դրա համար, ընկերներ, սա էլի շատ զարմանալի process է սկսում։ Եվ ես հիշում եմ 2014 թե 5 թվականներ Մոսկվայում Արմեն Բարիսիչ Ջիգարխանյանը, մեր մեծ դերասանը, Աստված հոգին լուսավորի, նաև իր նախաձեռնությամբ եղավ Մոսկվայում հանդիպում, որովհետև Մոսկվայում ադրբեջանցիներն են շատ հայերը որոշ հաշվարկներով 2 միլիոն են, այսինքն շատ ենք, հա։ Որոշեցին Մոսկվայում այդ հանդիպումը անցկացնել, հոգևոր դասից ներկայացուցիչներ կան, կինեմատոգրաֆիայի բնագավառից կային, բան sense խոսացին ու այդ YouTube-ում կա այդ կադրերը, ովքեր որ հետաքրքրված են, մտեք գրեք встреча общественных деятелей России, Армяна и Ադրբեջանը, встреча в Москве, որ գրեք բանում, հանդիպում, բերումը հազարատ վիդեո Արմեն Բարիսիչ Ջիգարխանյանն է կազմակերպողներից մեկը։ Մի հատ տեսեք, ինչ զրույց է, ոնց են իրար հետ խոսում, ինչ բան։ Հետո դա ահավոր քաղաքականացվեց եւ քանդվեց։ Ինչու՞։ Էլի կասենք Մոսկվա, բնականաբար, որովհետեւ երրորդ երկրում էր, որովհետեւ Մոսկվան
այդ մանավանդ ասում եմ 14, 15, 16 թվերի մասն է խոսքը, բոլորովին ուրիշ process-ներ էր եւ մեր խնդիրները մենք պիտի լուծենք մեր ձևով, մեր քայլերով, մեր ինքնուրույնությամբ, որովհետեւ չի կարող մենք նախորդ ուրբաթ օրը այս թեմայի շուրջ խոսեցինք, չի կարող այս պարագայում, քանի որ Ռուսաստանն եմ հիշատակում, Ռուսաստանը խնդիրը լուծի, Ռուսաստանն է ծնել այս խնդիրը։ Մենք նախորդ մեր քննարկման ժամանակ համեմատական անցկացրեցինք օրինակ Պակիստանի եւ Հնդկաստանի կոնֆլիկտի մեջ, Կաշմիրի շրջանի եւ ոչ միայն։ Ոնց որ Հնդկաստանի եւ Պակիստանի ներկայացուցիչները, ովքեր երկու ատոմային գերտերություն փրթում են իրար, գնան Լոնդոն, ասեն հələ մի հատարի թագուհի ես, թագավոր ես, ապրած կենա, մի հոս եկուր, նստենք մի հատ հասկանանք այս խնդիրը ոնց ենք լուծելու։ Չի կարող տես բան լինել, Լոնդոնն է ծնել այդ խնդրը։ Երբ որ բրիտանական կայսրությունը լքում էր Հնդուստան թերակղզին, մոտ 250 տարի տիրելուց հետո եւ թալանելուց ու մսխելուց հետո, ինքը ոտի տեղ էր ուզում թողեր։ Ոտի տեղը ոնց պիտի թողեր, պիտի ըստ կրոնական բաժանման, մահմեդական եւ բուդդիստ, կոնֆլիկտը երկու պետություն ստեղծի իրար ամերժ, Պակիստան եւ Հնդկաստան ու կռվածնի իրար դեմ, որ պետք եղավ Պակիստանին փշի անի, պետք եղավ Հնդկաստանին, ոնց որ ռուսական կայսրությունը արեց, խորհրդային միությունը արեց Անդր Կովկասում, կովկասյան թաթարներին եւ հայերին թշնամանքի հասցնելով հողի խնդրի շուրջ, քարտեզները գծել, սահմանները գծել այնց, որ ժողովուրդները իրար փրթեն, որ երբ որ պետքա ազերիներին օգնի, երբ պետքա հայերին օգնի, դա պարզ բան է, դա երեխեն է հասկանում։ Իդեպ դա մենակ ռուսական խնդրը չի, Ֆրանսիան է տենց արել, Հռոմն է արել, այդ Հուլիոս Կեսարի տեսությունն է, Վինի Վիդիվիցի եկատեսա հաղթեցից հետո ամենահայտնին բաժանիր որ տիրես, ասում էր Հուլիոս Կեսարը, բաժանիր որ տիրես, разделяй властвуй, ասում էր Հուլիոս Կեսարը։ Հիմա եկել ենք 2025 թիվ, ասում ենք վայ ես ոնց բան, բա տես պիտի լինի։ Նախիջևանը, որը Ադրբեջանի հետ սահման չունի, տանք Ադրբեջանին 20 թիվն է, 1920 թիվ։ Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի մեջ է ու բնակեցված է հայերով, ճանաչենք ինքնավար հայկական բան, հայկական մանդատով, որ բան լինի, ավտոնոմնայա օբլաստ, ինքնավար բան, ինքնավար շրջան, Ադրբեջանի կազմում։ Այդ բարձ չի, որ դա ռումբա, իսկ եթե օրինակի համար գծում էին քարտեզներ, օքեյ, Ղարաբաղը Ադրբեջանի մեջ է, որպես անկլավ ադրբեջանական է, 1920 թվի մասն է խոսքը։ Նախիջևանը Ադրբեջանի հետ սահման չունի, Հայաստանի հետ սահման ունի, Հայաստանին տային։ Խնդիր չէր լինի։ Ոչ ազատագրման պայքար կլներ, ոչ չգիտեմ ինչ, ոչ այսքան բան կլիներ։ Հայաստանը երկու կողմից ադրբեջանական շրջափակում չէր ունենա, բայց կայսրությունները հեռանում են ռումբերով, բարեկամներ, սա աշխարհով մեկ է տենց։ Խնդիրներ են դնում, որ հետո այդ խնդիրները կարողանան լուծել ըստ իրանց բաների, շահերի։ Okay, բարեկամներ։ Դա սա շատ լուրջ բան է։ Զանգեր, մեկնաբանություններ, տեսնեմ ինչեր է գրել հարգելի բարեկամներ։ Ջերմ խոսքեր, բարև ձեզ, ճիշտ եք ասում, պետք է առիթից օգտվել եւ վերջ կոմունիստների նպատակների իրականացմանը, Գերի Դավիթն է ասում։ Դե հարգելիս։ Ինչի մասին է խոսքը, հարգելի Գերի Դավիթ, երբ որ մեր հանրապետությունում կան բարձրաստիճան չինովնիկներ, ովքեր էլ միութենական պետություն են ասում, էլ Բելարուսի օրինակով Ռուսաստանի կազմի հետ միութենական պետություն կազմելու մասին են խոսում։ Ես դարպես ես միջև ես վերջերս, ինչպես Գյումրի հայտնի դեպքերը, ես ընդհանրապես չգիտեի Հայաստանում կոմունիստական կուսակցություն կա։ Պիտի արգելվի այդ կուսակցությունը, պիտի արգելվի։ Ինչ նշանակում։ Ամերիկան, որ Ամերիկայի ամենադեմոկրատ երկրներից մեկն է, գնում ես քննության, ասում է have you ever been the member of the Communist Party? Կյանքիդ մեջ երբևէ կոմունիստական կուսակցության անդամ եղել ես, թե չէ? Do you have any relatives? Մի բարեկամ, մի ծանոթ ունես, ով որ կոմունիստ է,
որտեվ դա էական է, բայց Հայաստանը սա այս մինչև հիմա խելքները գլուխները չենք հավաքում, հաղթում է կոմունիստական կուսակցությունից լիդեր։ Զարմանք, զարմանք։ Հասկանում եմ դեմոկրատիա, ժողովրդավարություն, բայց դեռ ազգային անվտանգության հարց կա։ Հայաստանում որպես փոքր երկիր, որպես մոնոէթնիկ երկիր, որոշակի բաներ կա, որտեղ դեմոկրատիայի հարց չի, սա ազգային անվտանգության հարց է։ Պոշկես ցավում է, ինչի մեջ ասես մեղադրում են, վայ լավ չեմ, այսօր դատի չեմ գա, 5 ամիս հետո կգամ, հետո ոտից բուտմատը դիվանին կխփեմ, կցավա, բինտով կկապեմ, մի 3 ամիս հետո չեմ գա, դատարանը հետա ձգի, այս բանով է տեսը։ Դուք ընդհանրապես այդ մեղադրանքներին ծանոթացել եք։ Դու մի հատ նորմալ երկիր կարաս պատկերացնես, որ տենց բաների մեջ մեղադրեն ոմանց, ու ասի բայ ոտից բուտմատը ցավա, ես չեմ գալի բանի, դատի։ Վերտալյոտներով, ուղաթիռներով, շներով, գելերով լարում են դատարան, արագ, մի շաբաթվա մեջ, հույ հայ ու վերջ, հասկանում ենք ինչ է լինում։ 7 տարի, բան, ինչ պիտի լինի։ Դրանպես դատարանում դուդուկ նվագեք, էլի, ընտիր բանա։ Այ, բարև ձեզ, ջերմ, բարև Ռաֆայել ջան, Աշխարհի հայր ջան, բարև ձեզ, Գոհար Կարյանն է ասում, հաճելի ձեզ լսել, շնորհակալ եմ շատ, հաճելի հաղորդում, բարևներ Մոսկվայից, Գալինան է ասում, շնորհակալ եմ, Բերլինից ունենք, guten Tag, guten Morgen, արգելի Խաչատրյան Սեդա, բարև ձեզ, Լիոնից ունենք, բարևներ Անահիտ Սահակյանն է, Ռաֆայել ջան, ձեր կրթական մակարդակը համեմատելի չէ Հայաստանի լրագրողական շրիշակից ցածր մակարդակի հետ, իհարկե բոլորին չի վերաբերում։ Էմիկ Սինանյանն է ասում։ Նախ շնորհակալ եմ, որ կարծում եք, ասենք, մոտ, ինձ գովեցիք էլի տողատակերում, շնորհակալ եմ, բայց գիտեք ինչ, մենք այնքան արժանապատիվ, վաստակաշատ այս ոլորտի ներկայացուցիչներ ունենք, որ այդ ակրեդիտացիայի բացակայությունն է հանգեցնում այս ահավոր վիճակին։ Ակրեդիտացիան պիտի շատ ավելի այդ լրագրողները միկրոֆոններով, որ վազում են այս կամ այն գործչի հետևից, ոչ թե հարց տալու, ոչ թե որևէ բան լուսաբանելու, այլ սադրելու ու ավանակ հարցեր տալու, որը չի ենթադրում պատասխան։ Իսկ ակրեդիտացիան ոնց պիտի լինի, այդ կրեդիտացիան այս պարագայում ոնց պիտի լինի։ Պիտի որոշ չափանիշներին համապատասխանի, այդ մարդկանց թույլ են տալիս մասնակցել հարց ու պատասխանի, դուրս է գալիս 1000 անգամ մասնակցել եմ նույն Միացյալ Նահանգներում, էլ Սպիտակ տուն, էլ Կապիտոլիում, էլ Սակրամենտո, որտեղ ասես 1000 անգամ։ Դուրս է գալիս ձյաձ, պարոն Եսիմինչյանը, որ իրանց մամուլի Եսիմինչն է։ Հարգելի գործընկերներ, բարև ձեզ, ձեր հարցը պիտի տևի օրինակ 40 վայրկյան, պիտի այն անդեղ միկրոֆոնը աջ կողմում կա, ձախ կողմում կա, ժապավեն ու մի 3 մետր այն կողմ, եթե ոչ ավել, ժապավենով սենց տարանջատած է հարց տվողի ու պատասխանողի տարածությունը, ու հարցը որ սկսեց, ասեցին Անդուր Բայանդուրյան, եկավ միկրոֆոնի մոտ, ընդ կարմիր թվերով 45 վայրկյանը բան է լինում։ Հետ հաշվարկ կա սկսում 43, 42, 41, 40, պրծավ, հարցը չավարտեցիր, վերջ, միկրոֆոնը պրծ։ Ես ինչ է մեր մոտ, ամոթը, բարդակ, մեր ես բակի բիսետկեն տաղավարում շատ ավելի կազմակերպվածություն կա, դիսցիպլինա կա, քան բարձրաստիճան որոշ չինովնիկների ճեպազրույցներում։ Ազգային ժողովում չի կարա ամեն բլոգեր մեծատարտարով գնա երկրի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ մարդուն հարց տա։ Վերջապես կարելի է հարգել հեռուստատեսությունն ու ռադիոն։ Մի հատ baradii.com դոմենը առնում են, դառնում են մեդիա։ Որտեղ է տենց բան գրած։ Այսինքն մենք միլիոններով վիշկին փող տանք, անտենային փող տանք, հարկ տանք,
Էս ինչ իրավունք, էս ինչ իրավունք, այն ինչ իրավունք, ես իմով 5000 դրամանոց դոմենը առնում barradiket.com կամ am ու դառնում եմ մեդիա մեզ հավասար մարդ։ Դրա դեմ պիտի արդվի, ես ասեմ որպես պաշտոնապես հայտարարում եմ որպես հեռուստատեսության տնօրեն եւ ռադիոյի ղեկավար։ Այսքան բան, դե մենք նույն level-ի մեջ ենք, ուրեմն այն բլոգերներին է բերեք նույն դաշտ։ Հեռարձակման իրավունք, նյութեր ցույց տալու իրավունք, հեղինակային իրավունք, անտենայի վարձ։ Դու գիտեք քանի միլիոն դրամ է վճարվում սփռման համար Վիշկին, Երևանի հեռուստա աշտարակին, քանի միլիոնա վճարում ամեն ամիս։ Ինչքան շատ է ձեր գովազները։ Այդ հարցը հələ շատ է թե չէ։ Ինչի չունեն իրան գովազդ, որովհետև ով որ պետքա, փողը տալիս է ինչ խոսալու համար։ Ռաֆայելը չի գնում, բարև ձեզ, կգաք մեր հետ աշխատեք, մենք բարի գործ ենք անում։ Ինչ կա այդ եմ ասում։ Ուրիշ բաներ չեմ ուզում եթերում ասեմ։ Ռաֆայել ջան, ես հիանում եմ քո գրագետ մեկնաբանություններով, առողջ մտածելակերպով, Սիլվա Աբրահամյանն է ասում։ Հարգելի Սիլվա Աբրահամյան, հաճելի է շատ։ Աստված վկա, մեր հին աստվածները։ Ես հավատում եմ, որ բարին հաղթելու է։ Խոսքս վերաբերում է Հայաստանի Հանրապետության ապագայի մասին։ Բարին գեղեցիկը հաղթելու է։ Մենք տեսնելու ենք դա։ Մենք ապրելու ենք ազգովի եւ տեսնելու ենք։ Ու այս վերջերս որ զանգեցիք ասիկ ես իմ ովքեր, ես իմ ինչեր են ասե, մեր մասին, ռադիոյի մասին, մեր հաղորդման մասին, իմ մասին, Ժորժ ջան, դա ապացուցվում է, որ այն որ ասում են ազգին բաժանել եք սևի ու սպիտակի է, այդ քայլերով իրանք ապացուցում են, որ բաժանված է, որովհետեւ ես 1000 տարի եթերում աշխատում, ես կյանքում որևէ ոչ թե հայհոյելը ընդհանրապես չի էլ քննարկվում, ես վատ բառ մեկին չեմ ասել։ Ինչ ասես զանգել են եթերում ասել եմ հա շնորհակալություն զանգի համար վայ ապրեք վայ մերսի վայ ուր մնաց հայհոյեմ ես ուր այդ բանը ուր բայց նրանք աչ ու ձախ ինչ ասես ինչ բառ ասես ու մեզ մեղադրում որ մենք բաժանել ենք սև ու սպիտակ իրանք ոտքից գլուխ սև են ոտքից գլուխ իրանց բարքերով իրանց ապրածով իրանց բառամթերքով իրանց կրթությամբ ու ես Դոմաստերիա պետք կարդալ էլի Հորխե Լուիս Բորխեսը արգենտինացի որ իրանք Հորխե Լուիս Բորխես ասենք Խորխեսը ով է դրա համար իրանք չգիտեն սկի ով է աշխարհահռչակ գրող հրապարակախոսը իր Աստերիայի տունը Դոմաստերիայի գործի մեջ որը բանի այդ ոնց է կոչվում գրականության Նոբելյան մրցանակի հավասարազոր Պունիցերյան կարծեմ տենց է կոչվում մրցանակ կա արժանացել է այդ մրցանակին գրել է Дело в том, что я не могу смешаться с чернью, если бы даже по скромности хотел этого. Ովքեր չհասկացան բանը նրանում է որ ես չեմ կարող խառնվել սևին եթե անգամ շատ մեծ համեստությամբ դա ցանկանայի վերջ որ մի հարգարժան պարոն էլ զանգել էր ասել Ռաֆայել ջան, բայց ես ուզում պատասխանես։ Ում։ Ես իմ գործով, իմ վաստակով, իմ ընտանիքով, իմ ծագումով, իմ գործով, իմ երջանկությամբ, անձնական եւ գործնական ու բոլոր առումներով ես ոչ մի բան չունեմ ապացուցելու ոչ մեկին։ Ոչ մեկին։ Ինչ պետք է ապացուցեմ։ Ապացույցն է իմ գրքերը, իմ գործերը, իմ դասերը, իմ այն ամենը ինչ ես անում եմ ու դուք եք իմ ամենամեծ ապացույցը վերջո իմ ռադիո լսողները ձեր համար բա 15 տարի այսքան խոսում ենք իրար հետ 8 տարի մենակ ամեն օր ռադիոյով ենք խոսում բա US Armenia-ի 15 տարվա եթերները բա այստեղի հերոս մինչև Ամերիկա գալս բա այդ ամեն ինչը բա գնա կորի այդ է մեծագույն ապացույցը Ստեմ պատասխանեմ ես իմում ամորձիերին երբեք Բարև ձեզ ողջույն Ռաֆայել ջան ճիշտ եք այո մակարդակից ու գրագիտությունից զուրկ չհաշված լավ էս արդեն թողնում ենք իրանց հարգելիս թողնում ենք իրանց
Ռաֆա ջան, նրանց 4 կուսակցություններ են դարձել քաղաքապետ, հանրապետականի թեթև ձեռքով, իսկ նա հավաքել 20%։ Դե իրանց գործն անկերներ։ Այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ով քվեարկեց, ոնց քվեարկեց, այդ ամեն մարդու գնա իր խղճի առաջ պատասխան տա։ Ես երբեք չեմ գնա սրան քվեարկի, նրան քվեարկի։ Հիմա ընտրությունների թևակողում ենք ընտրության փուլ։ Ձեզ թվում է մեզ չեն առաջարկում, ոնց անենք, ում կողքը կանգնենք, ինչ անենք, միտինգի գնանք, երբեք գնամ միտինգի գնաց ինք էզոր ննգանք, ոչ մի միտինգ։ Ես 2008 թվին այդ կադրերը անգամ ունեմ, ես շատ հին Samsung ունեի, D900 կհիշեն հայաստանյան մեր D900 իբր լավ էր նկարում, էլի այն թվերի, հա, 2008 թվականի այդ մարտի 1-ի ես շատ ակտիվ էի, որտեղ պատանի էի, այն որ սենց ավելի արունը մեջս եռում էր բան, ես այն ամեն ինչ որ տեսնում էի իմ շուրջը, ես չէի ընդունում ուղակի։ Ես հասկանում էի, որ Հայաստանում հեղափոխություն լինելու է անկասկած, երբ չգիտեի, բայց այն ինչ կատարվում էր իմ երկրում, ես չէի կարողանում ուղակի, ոնց կարող է այդպես բան լինի։ Բոլոր իմաստներով, ամենավառ դրվագը սենց մի դրվագ ասեմ։ Գիտեք, մենք ընտանիքում բժիշկներ ենք, բան, կլինիկաներ ունենք եւ այլն, Հայաստանում ուրեմն պատանի եմ, մեր կլինիկայում եմ Դավիթաշինում։ Մեկ էլ խոսում եմ պապիի հետ եւ այլն, բժիշկները գործը դառնում, բան ընդունարանում ենք։ Մեկ էլ ինչ որ մարդիկ մտան ռուլոններով, թղթերա փաթաթած ձեռների տակ։ Ոչ հարցերին, ոչ մի բան, մեկ էլ սկսեցին ընդունարանի այդ պատուհանների վրա Սերժ Սարգսյանի նկարները կպցնել։ Կլինիկայի ենք խոսում, դիմացնոտային ատամնաբուժական կենտրոն, կպցնել Սերժ Սարգսյանի կապույտ ֆոնի վրա, ասենց իր այդ երեսով հանդերձ նկարները, թողեցին գնացին, կպցրեցին, 3 հատ, 4 հատ կպցրեցին, պապին ասեմ, պապի, ես ինչ է, դե ասում է, չես կար ասես չէ, ընտրությունա, բերում, ասում ոնց թե, սա քո հիմնարկն է, սա քո սեփականությունն է, ոնց թե չես կար ասես չէ, ասում չեմ կար ասեմ, չասեմ չէ, նալոգովին կգա, գիտես ինչ կանի, ու այտենց բոլոր բիզնեսները, ամբողջ այդ փողոցները որ կար, բոլորը գալիս էին կպցնել, չէի կար ասել, չի ախպեր ջան, չեմ ուզում ոչ մեկի նկարը կպցնես իմ բան չի, նախընտրական շտաբ չի եսի։ Այդ ա եղել։ Այդ ես խոսում եմ, ասենք 10 բանի, քանի տարի առաջ, 20 տարի, 18 տարի առաջվա բան։ Ու այդպես գումարվել է իմ մոտ, հարկային է եկավ, վարկային է եկավ, էսի տարավ, այն եղավ, հետո արդեն որ անցա գործի, ես կրթական բնագավառում էի աշխատում։ Ես 5 տարի կրթության միջազգային ակադեմիայի մշակութային խորհուրդն եմ ղեկավարել։ Իմ անչափահաս էի դեռ, երբ որ ընդունեցին, 18 տարից չէր լրացել։ Ես ընտրվեցի, բան նշանակվեցի ակադեմիայի մշակույթի խորհրդի նախագահ, մինչև Ամերիկա գնալս։ Մոտ 4 տարի, 3 տարի, 7 ամիս էր, 8 ամիս էր։ Ես ամեն ամիս ստորագրում էի մի թվի առաջ ու այդ թվից 5 անգամ ավելի ցածր աշխատավարձ էի ստանում։ Էդ էր այս երկիրը։ Պատկերացնես, ոնց որ ստորագրես $5,000 դիմաց, ստանաս $1,000։ Էդ էր այս երկիրը։ Երրորդ հարգի մետաղական կասայի այդ դրամարկղի դուռը պատուհանի կկար, այսօր կա աշխատավարձը, չեղած աշխատավարձի հետևից էին գնում, այսօր աշխատավարձ կա, չէ, այսօր չկա, այսօր չէ, բան չէ, այս էր այս երկիրը։ Բա պիտի լիներ բումը, բա ժողովուրդը հետ որ 100,000-ներով դուրս եկավ փողոց, իհարկե ուր հասանք, ինչ եղավ, այդ լրիվ ուրիշ թեմա է։ Բայց այն որ հասունանում էր, այդ հաստատ։ Հիմա գովազդ ընկերներ, որից հետո, քանի որ խոսեցինք դեմքերից ու դեպքերից, ես հայի ամերիկյան օրագրից եւս մի քանի դրվագ ձեզ համար կկարդամ ու կամփոփենք։ Եթե դեռ չունեք գիրքը, եթե դեռ չեք հասցրել ամրագրել, Rafael.online կայքում կա, հաշված օրինակներ ա մնացել, տեսնում եք առանձնապես չեմ այս հաղորդումների մեջ չեմ խոսացել, մի քանի երևի մի 20-25 հատ մնացած լինի թե չէ, եթե դեռ չեք ամրագրել, ամրագրեք Rafael.online կայքում, իսկ մնացածը արդեն նոյեմբերին գալիս եմ, հանդիպելու ենք, զրուցելու ենք գրքի մեծ պրեզենտացիան Լոս Անջելեսում։
Հիմա գովազդային դադար մեր բոլոր գործընկերներին ասեմ թենքյուներ, որ մեզ հետ են եւ գամ ու ընթերցենք գրքից որոշ հատվածներ, հեռու չգնաք 6.5 րոպե դադար։ Յոգա ուղեղի համար։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք-շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։ Եկա, հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ ողջույն, ավանդույթները չխախտելով, միասին որոշ դրվագներ ենք ընթերցում հայի ամերիկյան օրագրից։ Այստեղ մեկնաբանություններում տեսա, որ կան մարդիկ, ովքեր ասում են, օրինակ, Զարա անունով օգտատեր ասում է, Ռաֆայել ջան, օգոստոսին եմ օրդեր արել, հարգելի տիկին Զարա եւ այն մարդիկ, ովքեր օգոստոսին են օրդեր արել։ Իդեպ օգոստոսինը առաջին խմբականակն է։ Եթե ձեր պատվերի կոդը 0001 եթե 2-0-ով է, հիմա ասենց ասեմ, եթե օգոստոսին եք պատվիրել, ձեր գիրքը շատ վաղուց սեպտեմբերի երևի տենց 15-ից 20-ից Լոս Անջելեսում է։ Խնդիրը այդ արգրաված խմբականակի մեջ է։ Երկու մեծ արկղ, որի մեջ երևի մի 60-70 հատ գիրք է ամեն մի արկղի մեջ, մի 120 գիրք, LAX-ում է, այդ մեղրի ու ավելուկի պատմությունն է, այդ առաջին խմբականակի մեջ է։ Մնացած բոլորը այդ սեպտեմբերից սկսած, ովքեր պատվիրել են, կամաց փոշտով բանով սաղին հասնում է տեղ։ Խնդրում եմ համբերատար լինել, հասկանում եմ, վճարել եք, անհանգստանում եք, սպասում ենք այդ LAX-ի ու քանի որ աշխատում ենք HiPost-ի հետ ու այդ արագ բաների հետ, երբ դուրս կթողեն այդ խմբականակը։ Հույս ունեմ էլի, որ այս շաբաթ գոնե արդեն այն ամոթու էլ չգիտեմ ինչ բան անեմ, այդ մարդկանց ովքեր ցուցակները ունենք էլի ումն է արգրաված, իմ հեղինական երեկոն որ լինի, այդ մարդկանց անվճար որպես փոխհատուցում հրավիրելու եմ գիրքը անպայման հասնելու է այդ անխոս, բայց դրանից բացի նաև անվճար իմ հեղինական երեկոին եմ հրավիրելու որպես ութ այսպես փոխհատուցում, որովհետև 2 ամիս գրքի սպասել ես դարում խայտարակություն է, բայց հավատացեք, ել ես չգիտեմ ինչ անեմ։ Ամբողջ օրը ես այդ LAX-ի please stay on the line անգիր եմ արել այդ Ռեբեկայի հետ կռիվների մեջ եւ այլն, հույս ունեմ որ այս շաբաթ այդ առաջի խմբականակը կթողեն։ Մնացածը արդեն հասել է, առաքիչներ են աշխատում, մի մասը ERT են հեռուստաընկերությունում է, այդ առաջի մասը հույս ունեմ, որ այս եկող շաբաթվա մեջ արդեն բաց կթողեն, որովհետև ասում էին up to 2 ամիս կարա տևի այդ hold-ը, որովհետև այդ խմբականակը, որ եկել է ստուգել են, մեջը տեսել են մթերք են դրել ավելուկ ու մեղր փեթակով։ Մի անգամից գնացել է այդ համապատասխան բաժինը շներով, գելերով ընդեղը գիտեք ինչ հերթ է։ Մինչև մեր գրքերին հերթ հասավ, ծերացանք, 5 հատ գիրք կգրենք այդ արանքում։ Մի խոսքով, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, առանց գիրք չեք մնալու հաստատ։ Հույս ունեմ մոտ օրերս այդ հարցը լուծվելու է։ Առաջին խմբականակի մասն խոսքը, ովքեր օգոստոսին են օրդեր արել։ Հիմա մի հատված։ Հայի ամերիկյան օրագրից ավանդույթները չխախտելով, այսպիսով։ Ինչ խոսք։ Հպարտ է այն ազգը, որ ունի հարուստ պատմություն, որ եկել է դարերի խորքից, հազարամյակների ընթացքում դարերի փորձությունները հաղթահարելով կարողացել է պահպանել իր դեմքը, մշակույթը, գիրը, կրոնը, սովորությունները, ազգային արժեքները։ Հրաշալի է, երբ ունես անցյալ, բայց միևնույն ժամանակ ողբալի է, երբ այդ անցյալից դասեր չես քաղում։ Հարց է առաջանում, ինչու՞։ Պատասխանը պարզ է, գոնե առաջին հայացքից։ Ինչպես անցյալից դասեր քաղես, եթե այդ անցյալի մասին, եթե չասեն ոչինչ, ապա շատ բան չգիտես։ Չգիտես, պատմություն չգիտես, ինչ իմանաս, ինչ քաղես, ոնց անես, դատարկ ես, այդ առումով, պատմական առումով, անգամ փուչ ես, ասենք գնա դատարկ պահեստից ինչ-որ մի բան բեր, կացին աղբեր, կացին եղբայր, տապոր բրատ, տենց բան կանես, չես հասկանա, բայց պատմությունը միայն անցյալը չէ,
Այն դպրոց է, կյանքի դպրոց։ Դպրոց, որ առանց ստորագրության ու քննության ընդունվում ես։ Դպրոց, որտեղ ընդունվում են բոլորը, բայց ցավոք սրտի ավարտում ընտրյալները։ Իսկ թե հասարակության ինչպիսի անդամ են դառնում, դա արդեն այլ հարց է։ Ոմանք հասարակության լավ անդամ են դառնում, ոմանք էլ ոնց անդամ կային, տենց անդամ էլ մնում են, բայց դա էլ է ուրիշ պատմություն։ Ովքեր օրինակ միայն Տիգրան մեծ գիտեն, ինչ ասում ես, ասում է Տիգրան մեծ։ Ինչ խոսած կասի, այ որ Տիգրան մեծը, այն մարդիկ, ովքեր կարծում են Տիգրան մեծը Կլեոպատրայի մարդն էր։ Իդեպ Եգիպտոսի Կլեոպատրան ժողովուրդ ջան, բացարձակ կապ չունի Տիգրան մեծի հետ։ Տիգրան մեծի Կլեոպատրան այդ լրիվ ուրիշ պատմություն է, Եվպատորի դուստր Կլեոպատրայի մասին է խոսքը։ Ոչ թե Եգիպտոսի, բացի այդ Տիգրան մեծը, բա Հուլիոս Կեսարի կնգան, Մարկոս Անտոնիոսի սիրածին, Ավրելիոսի կդի կտաներ, այմատ մի քիչ հարգեք էլի այդ մարդուն։ Ամեն դեպքում հետաքրքիր է, իսկ դու ինչ գիտես։ Հայոց պատմության մասին խոսելուց մենակ Տիգրան մեծ են ասում կամ ծովիսով Հայաստան, ուրիշ ոչինչ պատկերացում անգամ չունենալով, թե որ ծովերի մասին է խոսքը։ Հետաքրքիր է, հարգելի ընթերցող, իսկ դու գիտես։ Այ հիմա դու կարդում ես այս տողերը, բայց մտքի մյուս ծայրով տատանվում ես, թե որ ծովերի մասին է խոսքը։ Այ հենց այս տատանվող թեմաների, մոտեցումների, մտորումների ու սկզբունքների մասին ենք զրուցելու առաջիկա ժամերի ընթացքում, ոմանց համար առաջիկա օրերում, իսկ առանձնահատուկ ճշտով ապրող աղբերների համար կիսատ ենք մնալու, որովհետև ճիշտը մի հատ է ու արդեն հայտնի, որովհետև ճիշտը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում, իսկ ով ենք մենք, որ իրենց մի բան ասենք։ Մտորումներս խախտեց մի ձայն։ Էդ իմ հետ է իրարա։ Ոչ, ովա, չհասկացա ձայնի ելևեջը, ավանակի ձայներ են։ Ու այսպես երկու տարով ծանոթացա իրեն հեղինակություն համարող մի երիտասարդի հետ։ Ծանոթացեք գրնո, 28 տարեկան, ծնվել է Ստեղարենք, կրթությունը թերի տարական, հասակը ուղիղ կանգնած ժամանակ 16.5 դեցիմետր, առողջական վիճակը ջան սաղություն, ամուսնացած չէ, երեխաներ չունի, փառք Տիրոջը, չի ծառայել, աշխատանք չունի, քանի որ իր հակով գործ չկա, քշում է մաշնա, չրթում է շեմշկա, ծխում է պաբիրոս, հիմնական զբաղվածությունը պպզել բակի աղավարի սեղանի վրա, տեղեկություններ հավաքագրել անցուդարձի մասին եւ ատամփորիչով փորել ծակատամը, որ այդպես էլ երբեք չի պլոմբվի։ Նա նաեւ կազմակերպում է ատամի արանքից հնարավորինս հեռու թքելու մարաթոն, քիթ մաքրելու օլիմպիադա եւ այսպես այլանդակ այլ բաներ։ Իդեպ, քանի որ ճշտի դեսպանների մասին խոսեցեք, զգուշացնում եմ, որ ընթերցանությունը կարող է ուղեղի զարգացման պատճառ դառնալ, ուստի ընդունեք սա որպես գիտություն։ Հետո չասեք, չզգուշացրեցիր, կարդացինք, զարգացանք։ Ոչ։ Միասին զրուցելու ենք պարզ եւ հասկանալի լեզվով, առանց ավելորդ պաթոսի, առանց սրտաճմլիկ նկարագրության եւ առանց Դալայ Լամայի ուսմունքի, եւ որ ամենակարևորն է, մաքսիմալ հասանելի լեզվով դյուրին մատուցմամբ։ Okay, նկատել եք, երբ գիշերը դրսում վառվում է լապտերը, ինչքան մոծակ, ճանճ ու մլակ կա սկսում է հավաքվել այդ լամպի շուրջը։ Դզում են, բզում են, ցանկանում են ներս մտնել, ենթագիտակցորեն ձգտում են դեպի լույսը, բայց չգիտեն ինչու։ Ավելին, ոմանք կարողանում են հրաշքով լապտերի մեջ հայտնվել, բայց լույսին շատ մոտենալով պարզապես սատկում են։ Ինչ եմ ուզում ասեմ, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենաս։ Այդպես են վարվում հիմնական մտավորականները։ Լավ, եկեք հասկանանք, ոնց կարող է մի հազարամյա ժողովուրդ, որը վանքեր ու խաչքարեր է կերտել, գիր ու գրականություն է սփռել, հանկարծ հայտնվի այս խավարում, որում ապրում ենք կամ ապրում ենք տասնամյակներով։ Ոնց։ Հետո էլ ինքնասիրությունից ենք խոսում։ Բայց եկեք լինենք անկեղծ։ Մենք մեզ շատ ենք սիրում, ավելին, իդեպ դա վատ բան չի։ Մենք միայն մեզ ենք սիրում։
որովհետև հաճախ ժողովրդի հետ խոսելով այս արտահայտություններն եմ լսում։ Տոլա վրա ստեղ մարդ չկա, ստեղ իսան չկա, սրա վրից մարդահոտ չի գալիս, էսի ազգ չի, էսի ժողովուրդ չի եւ այսպես շարունակ։ Բոլորին անուն ենք դնում, իսկ մենք բարոյական հաղթանակներ տանելու դեսպաններն ենք։ Ասում են բարոյական հաղթանակներ, այդ ամբողջ մենաշնորհը պատկանում է հայերին։ Հոնդուրասի գիտնականներն են դեր ապացուցել, որ ամեն հայ կյանքում գոնե մեկ անգամ բարոյական հաղթանակ պիտի տանի, տունը պահի, դնի բարձի տակ։ Եթե չեմ սխալվում, պատմիչ Եղիշեն է այդ արտահայտության հեղինակը, ով լինելով ավարայրի ճակատամարտի մասնակից, մի ձեռքով կռվում էր, մյուս ձեռքով գրում էր։ Իհարկե չեմ պատկերացնում դա ինչպես էր հնարավոր, բայց դե ասում են այդպես է եղել։ Նաև չեմ պատկերացնում, թե ինչպես էին հին ժամանակներում մեր ահեղ ու փառավոր զորավարները կանգնում 60, 70, 100 հազարանոց բանակի առաջ ու ճառեր էին ասում։ Այ քեզ ձայն, այ քեզ կոկորդ։ Ժամանակին ժողովուրդ, մի քիչ առաջ էի պատմում, մի քանի անգամ ներկա եմ գտնվել Ազատության հրապարակում, այս մեր օպերայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին, որտեղ մի 2-3 հազար մարդ հազիվ լիներ։ Եթե հրապարակախոսը միկրոֆոնից, բարձրախոսից մի փոքր ետ էր կանգնում, ոչինչ չէինք լսում, ոչինչ։ Իսկ ահա հին ժամանակներում տեխնիկական սպասարկումը եղել է անգերազանցելի։ Բրավո կազմակերպիչներին, բրավո։ Եվ կռվել են, եւ գրել են հալալ լինի, Աստված պահի։ Ահա, պատմիչի զենքն իր գիրն էր, իր փետուրն էր։ Հիշում եք, ժամանակին այդ հին երևանցիները կհիշեն, ժամանակին Երևանում այդպիսի պաստառներ կային փակցված։ Իմ զենքը իմ երգն է, իմ զենքը իմ կյանքն է, իմ զենքն իմ գիրն է, բայց ոչ ոք չասեց իմ զենքն իմ կրթությունն է, իմ գիտելիքն է, անցած ուղին է, իմ զենքն իմ բարոյականությունն է, իմ զենքն իմ պարկեշտությունն է եւ ի վերջո դաստիարակությունը։ Ժամանակին, որ այդ պաստառների վրա մի քանի ստահակի դեմք էլ փակցնեին, գուցե շտկվեինք։ Եթե գովաբանող պաստառների կողքին փակցնեին մեկին, ով օրինակ թմրանյութ է վաճառում եւ խեղում է կյանքեր, մատնագրություններ է գրում, ազգ է դավաճանում, ուրիշ վիճակ կլիներ։ Քաղաքում մի 10 պաստառ դավաճանի դեմքով հայտնվեին, կդաստիարակվեին, անպայման։ Ախ այդ գրողի տարած դաստիարակությունը։ Իդեպ անկիրթ բառը բարձրագույն կամ միջնակարգ կրթության հետ ընկերներ կապ չունի։ Կարիք չկա անպայման դպրոցներ ու ակադեմիաներ ավարտել հասարակության մեջ պարկեշտ դրսևորման տարական կանոնները իմանալու համար։ Քաղաքում զբոսնելիս քանի հոգու եք տեսել, ովքեր օրինակ թքում են մայթին, արևածաղիկ են կեղևազրկում կենտրոնական հրապարակում, կեղևները թողելով գետնին, ովքեր պատմական կոթողների վրա գրիչով, մեխով, մատիտով, բանալիով փորագրում են իրենց չանունն ու չազգանունը։ Այդ ակադեմիա պիտի ավարտես, որ իմանաս տես բանանել չի կարելի։ Պարկեշտությունը լսողության պես բան է, սլուխը, այն կամ կա, կամ չկա։ Երաժշտական դպրոցի պես է, այն որ տանում են լսողության, տարական սենց ծափեր են տալի, ծափերի միջոցով ստուգում են երեխայի ռիթմի զգացողությունը, ունի թե չունի, հետո նոր ունենալու դեպքում զարգացնում են այդ ունակությունը։ Իսկ եթե երեխան ռիթմի զգացողություն չունի, լսողություն չունի, տաղանդ չունի, ուստի եւ երաժշտական դպրոցում սովորելն էլ դառնում է անհեթեթ։ Հնարավոր է նաև սխալվում եմ, ինչ խոսք, որովհետև նույն այդ անտաղանդ, անռիթմ անձեն երեխեքը հետո մեծանում են եւ արաբա-թուրքական վայնասուններ են գրում, հետո մասնակցում են հայկական հարսանիքներին որպես երգիչ, մի $20,000 է փող են աշխատում։ Թուրքական երգեր են գողանում, հայերենով թարգմանում, երգում են, բայց այլանդակ բառեր գրելով այդ երաժշտության տակ ահաբեկում են բոլորիս։ Մենք էլ թպրտում ենք դրանց ներքո։ Աստված իմ, գիտեք այս ամենը ինչով է վտանգավոր, որ չես կարող խուսափել։ Մենք հոսանքի մեջ ենք ու որ ուղությամբ սլանում է հոսանքը, մենք այդ նույն ուղությամբ էլ գնում ենք։ Այո, գուցե մի փոքր նահանջենք, գուցե մի փոքր պայքարենք, բայց մեծ հաշվով հոսանքը, եթե այսպես շարունակվի, ի վերջո մեզ հոսանքահարելու է, հասկանում եք։ Ներողություն։ Հասարակ օրինակ մի հատ բերեմ։
Եթե հրավիրված ես խնջույքի, որտեղ վայնասունանոց է, ինչ ես անելու, հարգելի բարեկամ, ինչ ես անելու, կեսից թողելու ես գնալու ես, ոչ, նստելու ես նեխած նեխուրի մոզի դեմքով, թե քո երաժշտությունն ես անձնական բերելու միացնես, ոչ, իհարկե ոչ, մնալու ես, անցել են գիտենք, գլուխը տուրելու է, պայթելու է, ձև ես անելու, թե իբր ամեն ինչ կարգին, ամեն ինչ օքեյ է, բա որ մոտենան այդ կնանիք, թևերիցդ քաշելու են, բարի, արի միացի մեզ, արի, արագացրա բան, դու էլ նստած տեղից ես բաներ ես անելու, իբր ուրախ ես, դու էլ հավանաբար ասել ես, հա, ամեն ինչ լավ է, լաուրտյա, եւ այսպես շարունակ, այդպիսի մի պատմության մեջ ընկել էի ես վերջերս, ո աստվածիմ, հենց այդպիսի պատմության մեջ էի ընկել, հիրավի դա առասպելական պատում է, որը շարադրել եմ գիշերը ժամը 3-ին, այդ ահավոր առիթից հետո, ուշադրություն, DJ Զարզանդը ապահովում էր երեկոյի տրամադրությունը, ընկերովի մահը հարսանիք է կարգախոսով, հավաքվել էինք ամենամտերիմներով, դուխիկ մայրիկը, սոնիկ քույրիկը, մորակույր ջեմման, քերի լյութոն և իհարկե քերակին կալիպսիկը, ճոխ սեղանները ճկռում էին սննդի պարունակությունից, իսկ մանգալները հուշում էին գլխներից գալիքը, քերակինը շատ մեծ, ես կասեի ակնառու ներաշխար ունեցող մի կին էր, որի ողջ ներաշխարը իրար էր գալիս կորցնելով մարմնի հավասարակշռությունը, երբ DJ Զարզանդի հնչյունները սրընթաց բարձրանում էին վեր։ Դե պարելը որն է, ձեռքերը վար բարձրացրած գոռում էր տաշի ու թափահարում էր իր ուսերին գցած աղվեսի գլուխը, այն խեղճ աղվեսի, որ իր համար հանգիստ վազվզում էր Սիբիրի անտառներում, պահպանելով էկոհավասարակշռությունը, եւ իր փոքրիկ մտքով անգամ չեր անցնի, որ մի կրակոցով կհայտնվի հայաստանյան մարզերից մեկի սահմանամերձ ռեստորանների կալիպսիկի ուսերին։ Ո աստվածիմ, երեկոն իրոք խոստումնալից էր, շատ խոստումնալից։ Հնչեցին բազում խոստումներ, օրինակ լինել հավատարիմ, երջանիկ, հարգել միմյանց եւ որ ամենակարևորն է մի բարձի ծերանալ, այն բարձի, որի մեջի ղազի բմբուլները անձամբ դուխիկ մայրիկն էր փրթել, ախ աստվածիմ, DJ Զարզանդը հերթական արաբաթուրքական վայնասունը միացնելով հայտարարեց, որ առիթատերը անակնկալ է պատրաստել, բոլորը զորով շարով ոտքի կանգնեցին և թամադան ստիպեց ծապ ողջույներով դիմավորել հատուկ ժամանած հյուրին, ով է այդ հյուրը, զարմացանք, սրահի չեղած լույսերը մարեցին, վայնասունը էլ ավելի լսելի դարձավ ու մի լույսի շող լուսավորեց միայն սրահի ժանգոտած մուտքը, պահո, մտածեցի ես, հիմա Ալլահ ակբար կասեն ու կտրակցնեն մեզ, բայց ոչ, այդ պահին սրահ մտավ, ոնց բացատրեմ, սրահ մտավ, այմարդ ոնց բացատրեմ, որ չնեղանան, այդ պահին սրահ մտավ մի չնդրլակ, ես այդպիսի բան կյանքում չէի տեսել, այդ այսպես կոչված հատուկ հյուրը, ոտքից գլուխ սև պոլիշոր էր հագել մի հատ, իր չափերից 5 անգամ փոքր անթևիկ ժիլետ, արհեստական մորուք էր կպցրել երեսին, որը ավելի շատ գզած շամպո չէր հիշեցնում, գլխին էր այլանդակ կեղծամ, պարիգ, որը այնքան կեղծամ էր, որ անգամ մեր սեղանի 4-ամյա Վալոդիկը գորած, վայ, մեր մուրզիլկենա, չի սատկեհենա գլխինա, այդ ենց կեղծամ էր։ Այս արտասովոր հոմոսապիենսը սկսեց մոտենալ մեզ ու թեթև պար գալ, ես վախեցա։ Երբ նա մոտեցավ, ես հասկացա, որ իրապես արժդահա կառուցվածք ունի, կերած խմած փորով մարդ է, մտածում եմ, կարող է անակնկալը այն է, որ մեզ կուլ ատալու վերջանա այս ամեն ինչը,
Բայց ոչ։ Ես այս տորքանգեղ եղբայրը ապարում էր, մի ձեռքին փայտիկ էր բռնել, մյուս ձեռքին վարդիկ էր բռնել։ Չէ, չկարծեք, որ վարդիկ, ոչ թե վարդիկ ներքնազգեստ, այլ վարդիկ, փոքր վարդիկ, այն որ տղան փոքրիկ վարդ տեսավ դաշտի միջին, այդ վարդիկ էր բռնել։ DJ Զարզանդը հայտարարեց, որ այս գզած խոլերան կարա բալանա։ Վայ բալաջան, ասում եմ, հա, ասում եմ, կարա բալանա, ծաղիկ ա բերե արիթատիրոջ մոր համար, ես ձեր մայրիկի համար ծաղիկ ու վարդիկ եմ բերել, ասաց կարաբալան, որ մայրիկի, ձեր մայրիկի, ասաց նա, ինչ կարաբալա, այ բալաջան, սա ավելի շուտ կոզա նոստրա է, եղբայր, բայց ոչ ոք չզարմացավ, Երևանցի հայտնի ծաղկավաճառի կերպարը այսպես պղծել, արա դուք մարդ եք, Երևանցի երբեմնի կարաբալան, բա տենց բան կաներ, մտածեցի, բայց կարող է քաղաքականությամբ զբաղվել գործերը լավացել է, բայց ոչ, այսպիսով կարաբալան վարդիկը նվիրեց ու լքեց տարածքը, բայց մեյդան եկավ մենակատար նանարը ու նոն-սթոփ մի հատիկ երգ երգեց ու գնաց։ Երգը թուրքերին զարկելու մասին էր։ Զարկենք, հետո նաև մեջտեղից իրան ճղելով երգեց, որ Արարատը մեր լեռն է, ապա ասաց, որ պետք է զարկենք ճակտին, փռենք գետնին։ Իսկ հետո եկավ ազգագրագետ Ոմն Գյուլնարան, ով մի այնպիսի բոցավառ կենաց ասեց, որ ամենայն անկեղծությամբ, որ սեղանի տապակած ճուտը թռավ գնաց սեղանից։ Գյուլնարան ասաց, թե իր գյուլից քանի հատ թուրք անգե։ Ուրախ առիթին է պատմում այդ ամեն ինչը։ Գյուլնարայի Գյուլեն, կարծես հայկական սերիալի վերնագիր լինի, հա։ Հետո էս մեր Գյուլին բոլոր ներկաներին նվիրեց մի երգ, որը կոչվում էր Պապուս հողը։ Okay. Ներկաների ճնշող մեծամասնությունը վեր կացավ պարելու մի երգի տակ, որի բովանդակությունը մեղմացած ահասարսուր էր։ Ուրախ դեմքով պարում էին մի երգի տակ, որի մեջ սենց բառեր էր արյուն, մահ, կսկիծ, սպի, սրախողող, վերքեր, տանջանք, մահամերձ, գերեզման։ Այդպիսի բառերի տակ պարում էին բոլորը գոռալով տաշի ուռա։ Okay. Եվ ապշեցնողը նաև այն էր, որ իրենց տաշի տմբլի տակ պարացնում էին մի մանկահասակ երեխայի ջարդ ու փշուր անելով վերջինիս ողնաշարը։ Այ մամա ջան, էս ինչ է կատարվում ստեղ։ Ինչպես է հնարավոր, որ 40 տարեկան, 40-45 տարեկան տղամարդը չհասկանա, որ երեխայի ոտքերից բռնել, բարձրացնել եւ թափահարել չի կարելի։ Նրա ողնաշարը դեռ կազմավորված չի, եղբայր, ջուրա դեռ, բայց չէ, պապուս հողն էր հնչում, դա անդիմադրելի հիթ է։ Դրանից հետո եկավ Մռայլ Թամադեն, ով երկու բառ առանց ձեռքի թղթի կարդալ չէր կարողանում, ասաց, որ պետք է խմենք մեր անցավորների կենացը ու այդ կենացը բոլոր ներկաների շիրիմներին հանգստություն պիտի բերի։ Ներկաների շիրիմներին։ Անկեղծ ասած, այդ երկու բառից հետո շատ ճիշտ կենաց է սա։ Իսկ եթե ավելի անկեղծ, ապա ես մի բան եի ուզում հասկանալ, թե սա ամեն ինչը երբ է ավարտվելու, սա հարսանիք է, սա ուրախ բան է, թե քելեխ է։ Հետո այդ մտքերի վրա ներս մտավ Փրթած Սայաթ Նովա անունով մեկը, կեղտոտ տարազով ներկայանալով Սայաթ Նովա, սուտի քամանչայով, պլաստիկից, վատ դրած մորուքով, չնայած հետո պարզվեց, որ մորուքը արհեստական չի, բնական է։ Լավ, եղբայր, ես չեմ հասկանում, պարտադիր պայման է, որ քամանչա նվագողները անպայման Սայաթ Նովային նմանակեն։ Այ մարդ, մի քիչ ձեր եսը ունեցեք էլի, եսը, ձեր եսը, դուք ուր, վարպետը ուր, միթե դուք նրա բառապաշարը ունեք, նրա երևակայությունը ունեք, նրա խոսելու կուլտուրան վերջը, նրա ռոմանտիզմը, նրա շարմը, ոնց կարելի է համեմատվել։ Արա դուք կլարնետ եք, կլարնետ, վատ կլարնետ, այն անդուր կլարնետը։
որ պիպիչի մեջ թուքա հավաքվում, այ տենց։ Դուք երկու բառ չեք կարողանում իրար հետ կապել, դուք ոնց եք համարձակվում Սայաթնովա նմանակել։ Վարպետը ոտքի վրա երգում էր, երգեր էր հորինում, իսկ դուք ոտի վրա ֆռսնում եք մենակ։ Չէի հասցրել գժվել, երբ խոսքը տվեցին Քավորին։ Քավորը ձեռքին բաժակ ուներ, երեսին խալ, գլխին 3 հատ մազ, իսկ ձեռքին ինչ-որ թղթ էր։ Վերջինս ամենայն հայկական պաթոսով, գոտին ուղելով եւ մեծ փորը շալվարի մեջ դնելով, եկավ բարձրախոսի մոտ ու բարձրախոսը դրեց ականջին։ Ալո, կարող ես փեսու վարկային պատմությունն եք բերել, մտածեցի ես, բայց ոչ։ Նվերը նախատեսված էր 2 հոգու համար։ Ուղևորություն դեպի հեքիաթային Անտալիա։ Օ Աստված իմ, Անտալիա, Կարլ, Անտալիա, Թուրքիա, Քավորի կողմից Մեղրամսի նվեր, որպիսի իրական հայերը ստեղծվեն թուրքական ափին։ Օ Անտալիա։ Իդեպ այդ մարդը գիտի, որ դա ժամանակին Կիլիկիան էր։ Ոչ։ Ուղևորության տոմսերը արդեն նվիրում էր մի ողջ երեկոյի ընթացքում ծափահարությունների ներքո ու Թուրքիայի տոմս է նվիրում մի մարդ, ով ամբողջ երեկոյի ընթացքում ամենավայրագն էր պար գալիս ռազմահայրենասիրական երգերի ներքո, ով թուրքերին գյուլելուց էր խոսում։ Այդ պահին երեկոն ինձ համար ուղղակի ավարտվեց։ Թթված նստած եմ, բայց ելնելով հրավիրող կողմի հարգանքից չեմ հեռանում դեռ։ Անհարմարությունից սկսեցի նայել 4 կողմս։ Հետո առաստաղին նայեցի, որը վրա չգիտես ինչու վերջին ընթրիքի որմնանկարի տխուր կրկնօրինակն էր պատկերված, ապա նայեցի սեղանին, որ ճկռում էր ուտելիքների առատությունից։ Հետո նկատեցի, որ սեղանի բանջարեղենի վրա ինչ-որ պիտակ է կպած։ Վերցրեցի ու ինչ տեսնեմ, վարունգի եւ լոլիկի վրա գրած է Գյոքնոր։ Եթե չգիտեք, թուրքական բանջարեղեն է դա, ամենահայտնի ֆիրման է Գյոքնոր։ Թուրքական բանջարեղեն, այս արդեն հետաքրքիր է։ Հետո արջևի դրված սպասքի տակ նայեցի, աման-չամանի վրա գրված էր Made in Turkey։ Հրաշալի է սա։ Շատ լավ է։ Այդ պայն հարցի ու փեսային պարին էի նայում, մտածեցի, որ այս շոյերը հաստատ Մալաթիայից են առել, որոնք եւս կարված են Թուրքիայում։ Հետո շոշափեցի սեղանի սփռոցի եզրը եւ գտա սփռոցի պիտակը։ Շոշափեցի օզարմանք, սփռոցն էլ անգամ կարված է Թուրքիայում։ Հետո սեղանի տակ նայեցի, կահույքը սեղանի մասին գոնե խոսքը արտադրված էր Թուրքիայում։ Այ քեզ երեկո, Աստված իմ, փաստորեն Գյուլնարայի կամոք թուրքական վայնասունների ներքո, թուրքական մթերքի ու սպասքի, հագուստի տրամադրության մեջ մասնակցում եմ հայկական հարսանիքի, որի հերոսները մեկնում են Թուրքիա Մեղրամսի, ով ոչ, սա արդեն չափազանց էր։ Ես վեր կացա եւ շտապեցի դուրս առանց ետ նայելու։ Եվ գիտեք ինչու։ Խնդիրը թուրքական ծագումը չէ։ Ես ինտերնացիոնալ մարդ եմ Ամերիկայում ապրած։ Խնդիրը դա չի, խնդիրը պաթոսն է։ Խնդիրը ծագումը չի, այլ այն, թե ինչու մեր շուրջ այդքան թուրքական ապրանք, էդ էլ հարց չի։ Դե բնական է, մեծ երկիր է, հզոր երկիր է, տնտեսապես մենք չենք մրցի իրանց հետ, բայց խնդիրը այն է, թե ինչու է այդքանից հետո այսպիսի մթնոլորտ ստեղծվել այստեղ, այսպիսի սուտ, այսպիսի պաթոսային, կեղծ, ու ամենացավալին գիտեք որն է, որ իբր հայրենասիրական, ինչ եկել եմ Թուրքին զարկելուց եք երկում ու պարում, բայց փաստը հարգելի իմ հայրենակիցներ, փաստը այն է, որ մեզ վաղուց զարկել են իրենց վարունգ պամիդորներով։ Այսքանը այսօրվա համար հայի ամերիկյան օրագիր, կհանդիպենք հաջորդ անգամ, շնորհակալ եմ ուշադրության համար, եթե դեռ չունեք գիրքը, կարող եք պատվիրել Rafael.online կայքում, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ, լավ հանգստյան օրեր ձեզ բարեկամներ, ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ։